Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն այցելեց Հռոմի հայ գաթողիկե քահանայապետական Լևոնյան հայ վարժարան եւ բարգեւադրվեցավ հավատքի խաչով։ 19 հոկտեմբերին Վատիկանի մեջ հայոց ցեղասպանության նահատակ Մարտինի arczepiskopos Ինգնատիոս Մալոյանի սրբատասման մասնակցելու նպատակով Հռոմ գտնվող Լիբանանի նախագահ Զորավար Ժոզեֆ Աուն 18 հոկտեմբերի գեսօրին այցելեց հայ գաթողիկե քահանայապետական Լևոնյան հայ վարժարան եւ Սուրբ Նիկողայոս Տոլենտինացի եկեղեցին։ Դանն Գիլիգիո գաթողիկե հայոց Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքին եւ բարձրաստիճան հյուրերու ընկերակցությամբ կատարված շրջակայութենը յետք դեղի ունեցավ հանդիպումը։ Այս առիթով արդասանած իր խոսքին մեջ հոգևոր դերը ըսավ, որ նախագահ Աունի արած այս քայլին իդես ավելի քան երբևէ կսկա բարերուն անզորությունը արդահայտելու այն բոլոր մտածումները, ըսկացումները եւ մաղթանքները, որոնք սերդին մեջ կթեված են լեցուն սիրով եւ հարադեւ նվիրումով այս հսկա եւ անսահման զոհողության թիմած զոր նախագահը կատարեց իբադիվ Սուրբ Մալոյանի եւ անոր եկեղեցվո։ Նույնիսկ եթե փոքրիկ եկեղեցի մնե, բայց եւ այնպես ունի խոր արմատներ եւ թարավոր անցյալը մեր սիրեցյալ Լիբանանի մեջ եւ պիտի շարունակե մնալ խոր ու ամուր արմատներով, ինչպես գաղնիմը Լիբանանյան բարձրունքներուն։ Թույլ տվեք, որ բոլոր այս սկացումներս եւ կողունակությունս ամփոփեմ մեկ բառով, արդահայտելով սերս, երախտագիտությունս եւ նվիրումս ցեզի եւ հայրենիքիս Լիբանանի հանդեպ շնորհակալություն, ըսավ հոգևոր դերը։ Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը դիտել տվավ, որ այսօր պատմությունը կանգնած է լուսավոր բահումը արչև, ուր հավատքը կհանդիպի հայրենասիրության, իսկ հավատարմությունը զոհողության։ Ձեր ներկայությունը բարձ պաշտոնական մասնակցությունը չէ եկեղեցական արարողությանը, այլ գենթանի վկայությունն է, որ Լիբանանը դակավին հավատք ունի եւ որ հավատքի արմատները ավելի զորավոր են, քան այն բոլոր փոթորիկները, որոնք կփորձեն քանթել զայն։ Ըսավ ան շեշտելով, որ Լիբանանը հավատքի հայրենիքը դակավին գարաչնորթվի մաքուր խիղճով զերծ հասարակական գիրքերը։ Հոգևոր դերը նշեց, որ Լիբանանը քաղաքակրթության սիրտը դակավին կփափախե նախագահին Հովանիին դակ, որ այսօր միակ քրիստոնյա նախագահն է միջին արևելքի մեջ, եւ մենք հբարդ ենք ու կփարավորենք ասկային իրողությունը։ Ահա թե ինչու ձեր անձին մեջ կտեսնենք այն դիբարը, որ կշարունակե այս ճամփան անցյալի փարավոր ժառանգութենեն թեպի բայձար ներգան, լեցուն հույսով եւ հաջողությամբ, ապահովությամբ եւ խաղաղությամբ բոլոր լիբանանցիներուն համար։ Այս օրերուն, երբ խոսքը շատացած է, իսկ կորձը քիչացած, ձեր այս քայլը եղավ հավատքի արարքմը, սերմանելով նոր հույս մեր սիրտերուն մեջ, վերստեղծելով այն Լիբանանը, որ պատկամ է աշխարհին, Լիբանանը, որ դակավին գաբրի Աստուծո եւ մարդուն սիրով, ըսավ Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքը եւ Արիքնահադամք հարաբերության նախագահը պատվեց հայ կաթողիկե պատրիարքության բարձրակույն շքանշանով հավատքի խաչով։ Նախագահ Աուն իր խոսքին մեջ շեշտեց, որ շքանշանին համար շնորհակալ ըլլալե ավելի մեծապես շնորհակալ է, որ իրեն արիտ տրվեցավ մասնագից դառնալու սրբատասման Մալոյան arczepiskoposին, որ ոչ միայն հայ ու լիբանանցի սուրբ մնե, այլ շատ ավելին ան համամարտկային սուրբ է, որ ուներ թադմը, որուն համար ալ կյանքը զոհեց։ Այդ թադը իր կյանքեն ավելի թանկ է, իսկ մենք սուրբերեն սորվեցանք, որ որևէ թադ, որուն մեջ հավատք չկա, հաջողություն չի գրնար ըլլալ։ Դիտել տվավ նախագահ Աուն։
Ապա խոսքը հոգևորականներուն ուղելով Լիբանանի նախագահը շեշտեց, որ մեր բաբերը վանքեր կառուցեցին եւ ժայռը փորակրեցին իրենց ցերկերով, որովհետեւ մեծապես կհավատային իրենց թադին, ունեին աննկարագրելի դոգունություն եւ վճռականություն։ Անոնց երկրորդ առաքելությունը հանդիսացավ հավատքը եւ գրոնը տարածել ու ամրապնդել, իսկ երրորդը ուսումը եւ մարդուժի պատրաստությունը։ Անհույս հայտնեց եւ խնդրեց բոլոր հոգևորականներեն ուսումին գարչած մնալ եւ չարդոնել, որ սերունդներ առանց ուսման մնան, որովհետեւ ուսումը մարդուն տրամագլուխն է ընդհանրապես, հատկապես Լիբանանի մեջ։